Լսիր ժողովուրդ հայտագիրն է Հայաստան ձայնասփյուռի եթերում։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայկուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Ողջույն ռադիո Արմենիի սիրելի ունկնդիրներ, լսիր ժողովուրդ հայտագրի շրջանակներում ձեզ հետ այսօր Հայկուհի Դանիելյանն է եւ Շահվիի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ Քահանա Սարգսյանը։ Օրնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի քեզ Հայկուհի ջան եւ մեր բոլոր ունկնդիրներին։ Մենք ինչպես ամեն երկուշաբթի այսօր ուրեմն Ֆրանսիայի ժամանակով 10:15-ին եթերում ենք եւ պիտի քննարկենք ընտանիքին վերաբերող թեմաներ, հարցեր, մեր վերջին շրջանի զրույցները արդեն այդ շրջանակում են ընթանում եւ ուրեմն եթե կիսատ կլսեք կամ չեք հասցնի լսել, հիշեցնեմ, որ նաև Կիրակի օրը ժամը 13:00-ին այս նույն հաղորդման կրկնությունը պիտի լինի։ Ինչպես Հայկուհին այսօր առավոտ բնութագրեց, այսօրվա թեման ճակերտավոր ասած դաժան թեմաներից է։ Դաժան, որովհետև մեկ կողմից վերաբերում է մեր հայ իրականությանը շատ հատուկ երևույթներին, մյուս կողմից այդ երևույթները որոշ դեպքերում ընտանիքներում չլուծված են եւ խնդրահարույց։ Եվ որպեսզի ուրեմն այս ինտրիգը, այս լարվածությունը ցրեմ, ես Հայկուհուն ուրեմն կխնդրեմ հայտարարել, թե ինչի մասին է թեման մեր այսօրվա։ Այսօր որոշել ենք զրուցենք լավ դաժան ու թեժ թեմայի շուրջ ու նաև շատ ցավոտ, ինչպես ասեցինք։ Հայաստանում կան հիանալի ավանդություններ, ուղղակի հրաշալի, բայց կան նաև այնպիսի ավանդություններ, որոնք իրականում, ես կասեի, վտանգ են ներկայացնում ու հաճախ դառնում նորաստեղծ ընտանիքի չկայացման պատճառ։ Իհարկե, ես խոսում եմ ամուսնությունից հետո ծնողների հետ ապրելու մասին ու նաև նորաթուխ ամուսինների ընտանիքի հարցերին խառնվելու մասին։ Հիմա բոլոր կիսուրները լարվեցին։ Լավ, ոչ միայն կիսուրները, այլև կեսրարները, զուգախանջները եւ աներները։ Այստեղ կարող ենք ավելացնել տալերին, տեքրերին, նրանց կանանց, որպիսի պատկերը լինի ամբողջական։ Այո։ Ինչպես նախկինում հաղորդումներից մեկի ընթացքում ասաց Տեր Հուսիկը, պսակադրության ժամանակ հաճախ կեսուր մայրիկները չեն սիրում այն խոսքերը, երբ ասվում է, թե պետք է թողնել հորն ու մորը ու միանալ կնոջը նոր ընտանիք կառուցելու համար։ Իդեպ ասեմ, որ մեկ անգամ ինձ պսակադրությունից հետո մի մայրիկ մոտեցավ, ասեց, ես դուք քահանաները տեսի նոր բաներ եք հնարում ձեզանից։ Շատ նոր։ Եվ հիմա մենք շուտով կտեսնենք, որ դա քահանայի հնարած չէ ամենևին։ Ուրեմն, Տեր հայր, ինչու ուզես մեր հայ մայրիկները չեն ուզում իրենց արդեն մեծացած զավակներին բաց թողնել։ Ես ուրախ կլինեի Հայկուհի ջան այս հարցը չմասսայականացնել, չընդհանրացնել եւ բոլոր մայրիկների վրա տարածել։ Վստահ եմ կան հրաշալի փոխհարաբերություններ հարց կեսուր եւ ուրեմն փեսա զոքանչ եւ մյուս հարթությունների վրա որ դու բերեցիր կան բացառություններ կան ես ձեզ օրինակ Փարքաստո այո բայց եթե քննարկենք խնդիրը որ բավական արկա է նկատելի է մի քանի կետեր պիտի առանձնացնենք որքան էլ ինձանից կնեղանան մեր ունկնդիր ուրեմն մայրիկները եւ հայրիկները ամենամեծ պատճառը հոգեբանորեն ասած ծնողական էգոիզմն է սեփականատիրական ձգտումը սա իմ զավակն է սա մեր իրավունքներն են սա մեր տունն է սա մեր նիստուկացն է եւ ինչ որ նոր անձնավորություն հանկարծ այդտեղ հայտնվի ու աղամանը ուրիշ տեղ դնի վերջացավ կամ մեր խոհանոցում միայն ես եմ ճաշ պատրաստում կամ իմ տղայի տաբատները ես եմ միայն արդուկում կամ իմ աղջիկը սիրում է որ այսպես լինի այնպես լինի եւ այսպես շարունակ այսինքն իմ ես մեր դու այստեղ գործ չունես խնդիրն այն է որ ստացվում է նորեկ անձնավորությունը լինի փեսա թե լինի հարսնացու ընտանիքը դեռ որպես յուրային չի կարողանում ընկալել եւ ոչ թե միայն չի կարողանում այլ չի ուզում ընկալել այլ անընդհատ ցույց է տալիս որ կա ինչ-որ տարածականություն, ինչ-որ պատնեշ, ինչ-որ բաժանում, որի արդյունքում ուրեմն առաջանում է նաև հոգեբանական եւ հոգեվոր այս բաժանումը եւ կոնֆլիկտայնության խնդիրը։ Սրանից հետևում է մյուս պատճառներ, օրինակ պատճառներից մեկը կարող է լինել, որ անձը ուղղակի չի վստահում դիմացի եկած ճակերտավոր ասած անփորձ նորեկ անձնավորությանը չի կարծում որ նա բավարար չափով սիրում է իր զավակին որպեսզի տա այն ինչ որ պետք է եւ ինքը որպես ծնող կարող է շատ ավելի լավ անել որովհետեւ մյուս կողմից էլ եթե փորձենք հասկանալ մեր սիրելի ծնողներին
30 տարի մոտավորապես ինքը մեծացրել, խնամել, դաստիարակել է իր զավակին։ Ինչ ուզում են անեն, էլի։ Այդ մտածելակերպն էլ կա, երբեմն ասում են տղա չեմ մեծացրել, որ քեզ տամ։ Տեսնում ենք, որ բոլոր տեսանկյուններից այստեղ այն ծայրահեղացված եսապաշտությունն է, էգոիզմն է, ինչ որ առումով նաև ագահությունը, չուզենալով կիսել, այսպես ասած, իրենց զավակներին։ Դրա հետևում կա նաև, երևի թե թեմայից մի քիչ հեռու կգնանք, բայց կա նաև խոր հոգեբանական կենսափորձ, որովհետև շատ հաճախ մեր չարչարված տառապած մայրերը իրենց ամուսիններից չստանալով համապատասխան սեր, գորով, վերաբերմունք եւ չունենալով լիարժեք ընտանեկան կյանք, իրենց հույսը, նպատակը, ապրումները եւ ապագայի տեսլականները կապվում են իրենց զավակների հետ եւ շատ դժվար է համակերպվել այն մտքեր, որ իրենց զավակը այլևս միայն իրենց սերը չի, հոգեբանության մեջ այդպիսի բարդույթներ գոյություն ունեն, այլ նաև ինչ որ մեկին է ինքը սիրում, քնքշանք պարգևում եւ ինչ որ ուրիշ մեկն է զավակի հանդեպ հոգ տանում։ Ես բնականորեն անընդհատ խոսքը մայրիկներին եմ զարկում, որովհետեւ որպես քահանա կոնֆլիկտների մեջ ավելի շատ դա եմ նկատում, ճիշտը որ ասեմ, բայց դա հավասարապես տարածվում է կողմերից յուրաքանչյուրի վրա։ Եվ վերջապես հարցի վերջնական պատասխանելու համար այսիմ ասած բարոյա հոգեբանական ենթաշերտի արդյունքում շատ ծնողների մոտ գոյություն ունի չգիտակցված, շեշտում եմ, շատ հաճախ չգիտակցված նորաստեղծ ընտանիքը վերահսկելու եւ կառավարելու մոլուցք։ Քանի որ իրենց ընտանիքում միշտ կառավարել են կամ չգիտեմ, գուցեև չեն կառավարել, իրենք փորձում են իրենց չհաջողված կամ հաջողված ճակերտավոր ասած փորձը փաթաթել նաև նորաստեղծ ընտանիքի բարանոցին եւ վերահսկել ամեն բան, ինչ պիտի արվի, ինչպես պիտի արվի, այստեղ նորից այն նախորդիվ ասած անվստահության հարցը գուցե կա, բայց մյուս կողմից նորից ամեն բան, ինչպես գետերը դեպի ծով, հոսում է դեպի էգոիզմ եւ եսասիրություն, սա է դառնում ամենամեծ պատճառը։ Ես կավելացնեի նաև, որ շատ հաճախ դուք ասեցիք, որ եթե իրենք ուշադրությունը, սերը, գորովը չեն ստացել իրենց ամուսիններից, փորձում են իրենց տղա զավակներից, օրինակ, եթե խոսենք հենց կիսուր հարաբերությունների մասին, ես կավելացնեի նաև, որ շատ հաճախ մարդը հարած է, ոչ միայն կիսուրները, հա, ընդհանրապես, երբ որ իրենց կյանքում լիարժեք, լիաթոք ամեն բնագավառում երջանիկ չեն ապրում, կենտրոնանում են, որ ինչ անում ենք երեխաների համար, մենակ երեխաների համար ու ասենց կենտրոնացնում են մենակ դա։ Եթե այդ նույն կիսուր մայրիկը ունենա իր կեսրարը կամ զոքանչը ունենա իր լիարժեք կյանքը, հետաքրքիր աշխատանքը, իր ընկերներին, իր ճանապարհորդությունները, ինքը ուղղակի ժամանակ էլ չի ունենա, մտածի թե հարց արդյոք տաբատները լավ է հարթույքել տղայի, թե չէ։ Ինքը իր կյանքով արդեն իր կյանքը լի է, եռում է։ Այդտեղ էլ է երևի թե։ Համաձայն եմ։ Միայն ասեմ, որ եթե Աստված կամենա մենք առաջիկային, երբ որ կունենանք զավակներ եւ ծնողներ թեման, դաստիարակության եւ այլն, անպայման կանդրադառնանք ինչ անում ենք երեխաների համար ենք անում լոզունգին, հա, շատ կարեւոր։ Բայց ես հիմիկվանից հայտարարել եմ, որ դա կեղծ կատեգորիա է։ Դա եւս իր հերթին թաքնված էգոիզմ է։ Բայց դրա մասին հաջորդ դասին, ինչպես ասում են, հաջորդը խոսենք։ Շնորհակալ եմ Տեր Հուսիկ հարցիս պատասխանելու համար, անցնենք հաջորդին։ Ինչ է ասում ավետարանը այս թեմայով։ Ամեն բանից առաջ Սուրբ Գիրքը շատ կարևոր մի խոսք ունի։ Եվ սա կարծում եմ ամեն մարդ գիտի, անգամ Աստվածաշունչ չկարդացած անձնավորությունները 10 պատվիրանների մեջ հստակ ասում է. պատվիր քո հորը եւ մորը, սիրիր քո հորը եւ մորը։ Ուրեմն այս պատվիրանը խնդրեմ մեր ունկնդիրները երբեք չմոռանան, լինեն զավակներ, թե լինեն ծնողներ։ Բայց ինչ վերաբերում է համակեցությանը, տղամարդու եւ կնոջ ապրելուն, այդ մասին Աստվածաշունչը ոչ մեկ անգամ, մի քանի անգամ ունի հստակ պատվիրան տրված Տեր Հիսուս Քրիստոսի, հաստատված Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Ուրեմն Մատթեոսի ավետարանի մեջ այսպիսի տողեր են գտնում։ Եվ այս տողերն է, որ շատ զայրացնում եւ գրգռում են մեր սեփականասեր ուրեմն ծնողներին, եւ ուզում եմ հաստատել, որ սա Տեր Հուսիկը իրենից չի հնարել եւ ոչ մի քահանա, սա Աստծո խոսքն է։ Ուրեմն կարդամ բառացիորեն. դուք չեք կարդացել, թե նա ով ստեղծեց սկզբից արու եւ եք արեց նրանց եւ ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը եւ մորը, պիտի գնա իր կնոջ հետևից եւ երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Ապա ուրեմն ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Ուրեմն այս տողն է իր բոլոր
մեկնաբանություններով եւ բացատրություններով եւ այստեղ այսպես փշոտ բառը երկու բառերը թողնի հորը եւ մորը, ինչպես թե թողնի հորը եւ մորը, եւ սա ասում է այն Աստված, որ ասել է պատվիր եւ սիրիր քո հորն ու մորը, ուշադրություն դարձրեք։ Եվ երկրորդ գնա կնոջ հետևից։ Այդով է դարձել դա, որ իմ տղան թողնի եւ գնա կնոջ հետևից։ Ընդգծեմ, որ այս տողը թեև այստեղ տղամարդու վրա է պատասխանատվության չափը դրված, բայց հավասարապես վերաբերում է երկու կողմերին։ Ուրեմն երբ որ մենք խոսում ենք այն մասին, որ տղամարդը կամ կինը թողնի հորը եւ մորը, սա լքելու, հեռանալու, անտեսելու, արհամարելու մասին չէ, որովհետեւ մենք ամեն բանից առաջ մեր ծնողներին պարտավոր ենք սիրել, հարգել եւ առավելագույնս վերադարձնել այն բարիքը, որը ստացել ենք մեր դաստիարակության եւ կրթության ընթացքում։ Սա միանշանակ է եւ ավելացնեմ, որ պատվիր քո հորը եւ մորը պատվիրանից հետո Աստված խստորեն զգուշացնում է, որ որ այդպես չանի, իրեն լավ օրեր չեն սպասվում։ Աստծո կողմից ինքը կմերժի եւ կանտեսվի։ Հետևաբար Տեր Հիսուս չէր կարող ասել, որ վերջացավ, թողեք պապա, մամա, չկա այդպիսի բաներ, թողեք գնացեք։ Խոսքը այստեղ այն մասին է, որ երբ որ մարդիկ նոր ընտանիք են կազմում, չէ՞ որ մի քիչ առաջ կերպ որ կարդացին, երկուսը մեկ մարմին են դառնում։ Այսինքն թե տղամարդը եւ կինը կտրվում են ընտանեկան այն զանգվածից, որտեղ իրենք ծնվել եւ մեծացել են։ Իրենք ընտանիքի հետ, այլևս իրենց ծնողական ընտանիքի հետ մաս չեն կազմում հոգեվոր տեսանկյունից, այլ իրենք ստեղծում են իրենց սեփական թագավորությունը։ Այսինքն դուրս են գալիս ծնողական հոգացությունից, ծնողական ընտանիքից առանձնանում են ստեղծելու համար իրենց ընտանիքը, իրենց թագավորությունը։ Եվ սա է թողնելը, որպեսզի որևիցե ֆիզիկական, հոգեբանական եւ որևիցե տեսակ այլ կապով իրենք այլևս չկապեն, այլ ինքնուրույն ինքնակազմակերպվեն եւ ուրեմն ինքնադրսևորվեն որպես առանձին միավոր, որը կոչում ենք ընտանիք։ Սա իդեպ կարող է լինել թե մեկ հարկի տակ ապրելով ծնողների հետ, թե առանձին ապրելով ծնողներից։ Միևնույն է, տղամարդը եւ կինը, որ մեկ մարմին են դարձել, մեկ էություն են դարձել, իրենք պետք է հնարավորություն ունենան եւ կարողանան ստեղծել իրենց ուրույն ընտանիքը, իրենց ուրույն թագավորությունը։ Ուրեմն խոսքը այստեղ առանձնահատուկ ուզում ընդգծել հենց այս մասին է։ Շնորհակալ եմ Տեր հայր։ Ինչքանով է անվտանգ նորաստեղծ ընտանիքի համար ապրել ծնողների հետ։ Բոլորը չէ որ հնարավորություն ունեն առանձին ապրելու։ Հիմա ինչ անեն, չամուսնանան։ Երկրորդ հարցն է առաջանում, թե որքանով է վտանգավոր ապրելը։ Եթե հարց տալիս ենք անվտանգից, բայց ես հասկանում եմ ժամանակակից տենդենսներ ուր են տանում, ես չէի ուզի երբևիցե ընկնել ազատամտության այդ ծայրահեղության մեջ, հասկանալով, որ տարբեր երկրներում, տարբեր անձերով պայմանավորված սա մեկը մյուսից կարող է տարբեր երևույթ լինել, տարբեր դրսևորումներ ունենալ, տարբեր ձև արտահայտվել, բայց մյուս կողմից անձամբ նկատել եմ եւ իմ անձնական կյանքով էլ դա կարող եմ փաստել, որ առանձին ապրելը ծնողական ընտանիքից դուրս շատ ավելի օգնում է, շատ ավելի նպաստում է, որպեսզի ընտանիքը շատ արագ կայանա եւ ինքնուրույն ձևավորվի։ Մեկ կողմից կախվածություն չկա ուրիշ հարակից հանգամանքներից, մյուս կողմից կա պատասխանատու ինքնուրույնություն, որ դու ես քո կյանքը, քո ընտանիքը։ Դու պիտի կարողանաս հոգալ եւ անել, մաման, պապան չէ որ քո համար կանեն եւ այդ դեպքում նաեւ ամուսինները որոշակիորեն իրար հետ ավելի սիրով, ջերմությամբ եւ փոխհամագործակցությամբ, եթե այդ բառը կարելի է, սկսում են կառուցել ամեն բան։ Բայց ասելիքս այն չէ, որ եթե օրինակ հանգամանքների բերումով ընտանիքը ձևավորվում եւ ապրում է նույն հարկի տակ ծնողների հետ, դա որևիցե կերպ իրենց կարող է դժբախտացնել կամ կարող է իրենց խնդիրների մեջ գցել։ Այստեղ կուզեմ առանձնահատուկ ընդգծել ամենակարևոր դերակատարությունը ունի այն անձը, որը օղակ է հանդիսանում իր կողակցի եւ իր ծնողների մեջ։ Եթե օրինակ ապրում ենք իստուրի եւ սկեսրայրի հետ միասին, ամուսնու կարևոր դերակատարությունը կա ընտանիքի ներսում թույլ չտալու կոնֆլիկտայնություն եւ ապահովելու իր նորաստեղծ թագավորության անվտանգությունը։ Ուրեմն եթե ինչ որ հաճախ տեսնում ենք ամուսինը պիտի ասի իմ մաման եւ իմ պապան են ինչ ուզում են այդպես էլ անում են, ինքը արդեն քանդեց իր նորաստեղծ ընտանիքի պարիսպները։ Բանալիները հանձնեց ծնողների ձեռքը, որպես իրենք խառնվեն։ Մյուս կողմից, եթե ասի ես իմ կինն է, ես իմ կնոջը սիրում եմ, դուք ով եք եւ այլ այսպես դրսևորում կստացի, որ իսկապես ծնողներին անարգելու, չպատվելու, չհարգելու հարց կա։ Բարդագույն երկու քարի մեջ գտնվելու իրավիճակ է, բայց
այդ խնդիրը չի կարող լուծել ոչ հարսնացուն, ոչ էլ կիսուր մայրիկը կամ աներհայրիկը, որ կողմից կուզեք նայեք։ Ճիշտ մեջտեղում օղակ հանդիսացող մարդն է, որ պիտի ճիշտ սահմաններ գծի եւ ճիշտ կողնորոշվի եւ ճիշտ ընթացք տա ընտանիքին, չվախենալով առճակատվել խնդիրների հետ եւ լուծումներ գտնել խնդիրների համար։ Շնորհակալ եմ, շատ համամիտ եմ, այսպես ասած, պատասխանին, իսկ այդ դեպքում բնականաբար օղակի որոշումը, դիրքորոշումն է կարևոր, բայց ինչ պիտի անի, այսպես ասած, նորաթուղ հարց էս դեպքում։ Հիմա շատ հարցներ կբարկանան իմ ասածից, ճիշտ բառեր եմ ուզում ընտրել, բայց շատ հոգևոր բառ պիտի օգտագործեմ։ Հեզությունը եւ խոնարհությունը ընտանիքի ներսում կարևոր պարագա է։ Մանավանդ եթե դու փոքրավոր ես, եթե կա ավելի տարիքով, ավելի փորձառությամբ, ավելի կշիռ ընտանեկան կշիռ ունեցող անձնավորություն, ինձ թվում է, որ խելացի հարսնացուի կողմից խորագիտությունը եւ բոլոր տեսանկյուններից ընտանիքի մեջ արագ ադապտանալու ձգտումը լավագույն լուծումն է։ Մյուս կողմից մենք ճիշտ է փեսայի վրայից հանեցինք ծանր պարտականությունը, բայց իր գործն է, հիշեցնեմ, բայց մյուս կողմից եթե սկիսուր մայրիկները կամ զոքանչ մայրիկները լինեն ավելի խորագետ, ավելի համբերատար, ավելի սիրով, ավելի լավ կշահեն իրենց հարսիկի սիրտը եւ կկարողանան, ինձ թվում է, ամեն բան ավելի ճիշտ կազմակերպել։ Անհրաժեշտ է խորագիտություն, անհրաժեշտ է փոխըմբռնում, անհրաժեշտ է որոշ դեպքերում թերությունների վրա աչք փակելու եւ առավելություններով ուրեմն առաջնորդվելու միտում ունենալ ընտանիքում, բարի դրացիական, որպեսզի այդ ընտանեկան հարկի տակ չլինեն ավելորդ խոսակցություններ, ավելորդ խնդիրներ։ Տեսեք, մենք բերում ենք հարցը այն դաշտ, որտեղ երկու ոչ արյունակից անձնավորություններ կարող են բախման մեջ լինել, բայց բոլորս էլ ծնող լինելով գիտենք անգամ մայր եւ զավակ են մեկ հարկի տակ խնդիր ունենում կամ հայր եւ զավակ, եւ սա բնական է, սա նորմալ է, կան աշխարհայացքների, ըմբռնումների տարբերություններ, բայց ոչ մի բան դեպի դրականը չի գնա, եթե կողմերը պատրաստակամ չեն լուծումներ գտնելու եւ պատրաստակամ չեն վերադառնալու այն կետին, որտեղից պիտի վերսկսեն հարաբերությունները խաղաղությամբ ապրելու համար։ Ուրեմն ես իմ ասածով պիտի լինի, ես այսպես եմ ուզում կամ այդ նորից բառին պիտի կամ էգոիստական, եսամոլական ձգտումներով երբեք ընտանիքի տակ մեկ հարկի տակ խաղաղություն եւ համերաշխություն չի լինի։ Փոխզիջում, խոնարհություն, փորձառություն, խորագիտություն, այս բոլորը պետք է օգտագործվի եւ ամենակարևորը այս ամենը լինի ազնիվ հարաբերությունների հիման վրա։ Շնորհակալ եմ Տեր հայր, որպեսզի հստակեցնենք, ինչ պիտի անի այս դեպքում արդեն ծնողը։ Գիտես, ծնողը իմ կարծիքով առաջին հերթին, ինչպես ասի, ազնվության դաշտ պետք է մտնի, կեղծավոր հարաբերությունների դաշտից դուրս գա, որպեսզի ամեն բան լինի ճիշտ։ Որպես մեծ գուցե եւ երբեմն եթե նկատում է խնդիրներ առանձին, առանց ստեղծելու լարված մթնոլորտ խոսել, բացատրել մայրաբար։ Ինչ եմ ասում կեղծավոր եւ անկեղծ, վայ, հարսանիքների ժամանակ ես իմ տունը աղջիկ եմ տանում, չէ՞, կամ մեր տղա ենք բերում եւ այո, այսինքն շատ լավ է, ունենք ընկալում, բայց չունենք կիրառում։ Եթե դու հասկանաս, որ դու քո տուն բերում ես իսկապես աղջկա, իրեն կպիտի վերաբերես քո զավակի պես, իրեն չպիտի տարբերակես, անգամ քո տղայից, որի հետ ինքը ամուսնացել է, չպիտի տարբերակես։ Եվ եթե տանը դու որպես ծնող քո հարազատ տղայի հետ ուներ դաստիարակչական որոշակի աշխատանք տանելու, կրթական եւ այլն, գուցե այս անձնավորության հետ եւս, բայց այդ ամենը պետք է լինի ազնիվ եւ ոչ այսպես վերևից իշխող դիրքերից կամ իսկապես այդտեղ չի ավելորդ չի լինի, այսինքն ծնողական այդ խորագիտությունը եւ փորձառությունը փոխանցել դիմացի անձնավորությանը։ Եվ եթե դիմացի անձնավորությունը անկիրթ անդաստիրակ մեկը չէ, չեմ կարծում այդպիսի մարդ հաճիկով կընդունեն հարկի տակ, ապա անպայման կգնահատի դա եւ կհակազդի կամ կհակադարձի միայն լավով բումերանգի օրենքի համաձայն։
Եվ վերջապես ծնողները ավելի շատ փորձ ունեն։ Շեշտում եմ անդադ փորձառություն, լավ փորձառություն, որտեղ երբեմն վատ փորձառությունն են փորձում։ Որովհետև լինում է, ասենք այդ նույն կեսուրը ունեցել է մի հատ սարսափ կիսուր, ու հիմա ինքը բանակի օրենքի սենց ասած նման, հիմա ինքն էլ իր հարցի վրա է նույն բաներն անում, ինքնահաստատվում այս դեպքում այս բառը կօգտագործեի, բայց իհարկե լինում են, ես նման օրինակներ էլ գիտեմ, որ իրենք շատ վատ կեսուր են ունեցել, բայց որոշել են, որ իրենք լավ կիսուր են լինելու ու իրենք լավ վերաբերմունք են ցույց տալիս հարցին։ Դա լավագույն ճանապարհն է։ Դա խորագիտությունը դա է։ Խորագիտությունը դա է։ Ու իդեպ հիշեցի, չգիտեմ երբ որտեղ եմ կարդացել, որ ազգի մոտ, որ շատ ընդունված է, որ նոր ուրեմն կեսուրը միշտ պետք է կանգնի հարսի կողքը, երբ որ կոնֆլիկտ է լինում։ Հա, շատ լավ է։ Ու այդ դեպքում ավելի խաղաղ է ընթանում, երբ որ ոչ թե քո սեփական երեխա է, այսպես ասած, կողքն ես բռնում այլ հարսի կամ այս դեպքում զոքանչը փեսայի, այդ դեպքում ավելի շուտ են հարթվում խնդիրները։ Կարծեմ մեր ընտանիքում այդպես մի բան նկատել եմ արդեն։ Իդեպ մեր ունկնդիրներին գուցե հետաքրքիր լինի, ոմանք կարող են շոկահարվել, բայց վերջերս Instagram-ի վրա մի հետաքրքիր հոլովակ տեսա։ Իրական հոլովակ, ոչ բեմադրված հոլովակ, սիրելիներ, ուղղակի օրինակ եմ բերում, փորձենք խորքը հասկանալ։ Պորտուգալիայում պսակադրության ժամանակ եկեղեցում արարողություններ եւ դա մտնում է իրենց պսակադրության պարտադիր պայմանների վրա։ Տաշտով ջուր բերեցին դրեցին, հարսը արցունքները աչքերին եւ ծնողներն էլ արցունքները աչքերին լվանում էր իսկ կեսրոջ եւ կեսրայելի ոտքերը տաշտի մեջ, իսկ փեսացուն ուրեմն հենց եկեղեցում լվանում էր իր աներոջ եւ զոքանչի ոտքերը եւ ուրեմն բացատրությունը կար տակը, որ սա մեկը մյուսին ընդունելու ծնողների հանդեպ ճշմարիտ խոնարհություն ցուցաբերելու օրինակ է։ Եվ ինչու եկեղեցում, որովհետև եթե կհիշեք, մեր Տերը եւս իր խաչելությունից մի քանի ժամ առաջ, հակառակ որ ինքը մեծավոր էր իր առաքյալներ, իր աշակերտներ, իր ոտքերը պիտի լվանային, վերնատան մեջ ասում է ջուր վերցրեց, ծնկեց, սրբիչը կապեց վրան եւ սկսեց լվանալ իր առաքյալների ոտքերը, ասելով որպես խոնարհության նշան, ինչպես ես ձեզ արեցի, նույնն էլ դուք արեք նաեւ մարդկանց։ Եթե այս պատկերը, որ բերեցի պորտուգալական իհարկե, փորձենք մտցնել հենց այս հարաբերությունների խոր, կտեսնենք, որ եթե դա ձևական չէ, սիմվոլիկ չէ, սերնդից սերունդ գալով, այսինքն դաստիարակում է մտածելակերպ, որ սրանք իմ ծնողներն են, իսկ ծնողները մտածում են, որ սա իմ զավակն է, որովհետև ինքը իմ հանդեպ այսպեսի խնամք է տանում եւ բոլորի աչքի առաջ կատարում է այս ոմանց համար անթույլատրելի, բայց ծայրահեղ խոնարհության քայլը։ Բայց մեր հին ժամանակներում մեր մոտ էլ է եղել, չէ՞, որ եղել է դրա համար ասես կբարկանան։ Բայց հարցերն է եղել, չեմ կարծում, որ փեսաները լվացել են հաստատ, բայց հարցերին ստիպել են, ես կասեի։ Օրինակը չէի բերի, եթե միակողմանի լիներ։ Հա։ Սա երկկողմանի է։ Սա երկկողմանի է։ Շատ լավ հարց իմ մեջ առաջացավ, երբեմն ասում են փեսաները հատկապես տղամարդիկ ասում են դու պարտավոր ես սիրել իմ papayin եւ մամային, բայց միևնույն ժամանակ նույն հարգանքը վերաբերունքը ցույց չի տալիս կնոջ ծնողների հանդեպ։ Խոսում է հայհոյանքներով, միշտ կռիվների մեջ։ Փոխադարձությունը ընտանիքի առաջին գրավականն է, սյունն է, որի վրա պետք է կառուցվի ամեն բան։ Շնորհակալ եմ։ Տեր հայր, միշտ խոսում ենք ավելի շատ, ոնց որ ասեցինք կիսուրների, զոքանչների մասին, այնպեսի տպավորություն է, թե աներ կեսրարները չեն խառնվում, արդյոք դա այդպես է։ Խեղճ աներ կեսրարներին հերթ է հասնում, որ կան դեպքեր անկեղծորեն, երբ որ սարսափելի երևույթներ են տեղի ունենում, տղամարդուն ոչ հարիր, բայց մյուս կողմից մեր հայկական բռնման մեջ տղամարդիկ շատ ավելի ընտանիքից դուրս գտնվող բարձրի մասով չէ աշխատանքի եւ գործի բերումով, այսինքն ներընտանեկան կյանքի մեջ չեն եւ շատ չեն խառնվում եւ իրենց բնավորության տղամարդիկ ավելի հանդարտ են, ավելի քիչ կոնֆլիկտայնություն ստեղծող եւ երբեմն անգամ հաշտության այդ գծերը իրենք է որ քաշում են, ասեմ ձեզ, շատ ավելի, քան այսինքն կանայք զոքանչները կամ սկեսուրները, իրենց կանանց համար շատ հաճախ լավ լինում են զսպողակներ, որ հանգստացիր, հանդարտվիր, երեխա են, դեռ կմեծանան, կփոխվեն եւ այլն։ Բայց եւ կան այդ ջրաղացին ջուր լցնողներ, այսինքն կրակի վրա յուղ լցնողներ, բոլորն էլ կարող է ամեն բան էլ կարող է պատահել։ Իսկ ինչպես անել այս sense ասած գլոբալ ասեմ, ընդհանուր խնդրից խուսափելու համար ինչ խորհուրդ կտայիք ծնողներին եւ նորաստեղծ ամուսիններին։ Պակաս խորհուրդներ չտվեցին, երևի թե ամփոփեմ ասվածները։ Առաջին հերթին
ընդունել ընտանեկան իրադրությունը որպես ռեալիզմ եւ ոչ թե որպես սեփական ֆանտազիաներ։ Սա է, ամուսնացել են։ Ոչ պապայի, ոչ մամայի հետ այս աղջիկը մի մարմին չի դարձել, ոչ էլ տղան։ Իրենք երկուսով են մեկ մարմին դարձել։ Ուրեմն եթե մեկ մարմին են դարձել, ես որպես ծնող պիտի օգնեմ, որպեսզի այս ընտանիքը կայանա։ Դա իմ միսիաներից մեկն է, կկայանան, դրանից հետո իրենք ինչպես կուզեն։ Զավակները իրենց հերթին պետք է փորձեն մաքսիմալ այնպես անեն, որպեսզի ծնողը իրեն ավելորդ չզգա հարաբերությունների մեջ, եթե փորձում է օգտակար լինել, հատկապես եթե լավ օգտակարություն են բերում, եւ ուրեմն ըստ ամենայնի հարգել եւ պատվել իրենց ծնողներին։ Ես Աստվածաշնչից երկու պատմություն կուզեմ հիշել։ Առաջինը ուրեմն Հռութի գրքի մեջ է, Հռութի պատմությունն է։ Հռութը շատ երիտասարդ աղջիկ լինելով կորցնում է իր ամուսնուն եւ ապրում է իր սկեսրոջ հետ միասին։ Ինքը իդեպ իսրայելացի չէր, մովաբացի էր, օտարազգի էր։ Եվ ուրեմն սկեսուրը մի օր կանչում է Հռութին եւ ասում է, որ աղջիկս ասում է, երիտասարդ ես դեռ, ես ծեր կինեմ, ես իմ գլուխը մի ձև կպահեմ, գնա քո կյանքը դասավորի եւ Հռութը ասում է, չէ, ես քեզ երբեք չեմ լքի, միշտ կմնամ քո կողքը, որովհետեւ քո տունը իմ տունն է, քո Աստված ասում է, իմ Աստված է, օտարազգի էր, եւ ես մինչեւ մահ քեզ հավատարիմ կմնամ եւ քեզ հետ կմնամ։ Սա ծայրահեղ, այսպես մի դրական դրսևորում է, այսպես սեր է սկեսուր մայրիկի հանդեպ, որ մենք հանդիպում ենք Աստվածաշնչում, բայց հավատա, որ դրա պատասխանը Աստված տալիս է, այդ իր զոհաբերության, այդ սիրո պատասխանը տալիս է եւ շատ կարճ ժամանակ հետո Հռութը կարողանում է նոր ընտանիք կազմել եւ այնպիսի մի ընտանիք, որը ընկած է մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնական ուրեմն ազգաբանության մեջ, Բոոսի հետ է ամուսնանում։ Խոնարհությունից ոչ մեկ երբեք չի տուժում։ Չեմ խոսում մեղք վիճակից, այսինքն այսպես ստորացած վիճակներից չէ, բայց խոնարհությունը ժամանակին լեզուն կծելը, աչք փակելը եւ դրական նկատելը երբեք վնասակար չէ։ Սա մեր հարցիկների եւ մեր փեսայիկների համար եմ ասում։ Երկրորդ օրինակը հանդիպում ենք Տոբիթի գրքում Աստվածաշնչի մեջ, այնտեղ նորից նոր ընտանիք է կազմվում եւ ծնողը կանչում է ուրեմն իր աղջկան ու այսպիսի խոսքեր է ասում. Որդյակիմ, թող երկնքի Տեր Աստվածը հաջողություն տա ձեզ, քանի դեռ ես չեմ մեռել։ Օրհնում է բզակվոզույքին։ Իսկ իր դստերն ասում է. Որդյակս պատվիր քո սկեսուրին ու սկեսրայրին, քանի որ այժմ նրանք են քո հայրը եւ մայրը, եւ հեռու մնա ատելության խոսքից։ Մենք կարևոր մի կետ չպետք է մոռանանք երբեք, սիրելի ծնողներ եւ սիրելի նորապսակներ։ Երբ որ այր եւ կինը եկեղեցում խորանի արչեւ իրենց խոստումի համաձայն դառնում են մեկ մարմին, դա է պսակի բուն խորհուրդը բազմիցս շեշտել ենք, հակառակ կողմի ծնողները այդ մեկ մարմին դառնալու միջոցով դառնում են մյուս կողմի ծնողները եւս, այսինքն իսկապես տեղի ունենում եւ գոյություն ունի, այդպես հենց կոչվում է հոգեվոր ազգակցություն, ձևավորվում է հոգեվոր ազգակցություն, քո ծնողները իմ ծնողներն են, իմ ծնողները քո ծնողներն են, եւ առնվազն սիրել, հարգել, գնահատել այդ անձին այն բանի համար, որ ինքը դաստիարակել եւ մեծացրել մի անձնավորություն, որին դու ընտրել ես, չէ՞ որ ծնողների շնորհիվ այդ անձնավորությունը դարձել նա, որին դու ընտրել ես, գոնե առնվազն այդքան մակարդակով պետք է հարգել, սիրել եւ ուրեմն գտնվել ծնողների հանդեպ գտնվել հարգալից եւ սիրով։ Իսկ ծնողներին մաղթում եմ համբերություն, խորագիտություն եւ իսկապես զավակի պես ընդունեն իրենց նորաստեղծ ընտանիք մտած նոր զավակներին, այսպես անվանենք, եւ աղոթել ու շատ աղոթել հարաբերությունների խաղաղության, կայունության եւ նոր ընտանիքի առաջ խաղացման համար։ Շատ շնորհակալ եմ Տեր Հայր, շատ հետաքրքիր զրույց ստացվեց անձամբ իմ համար։ Ես հուսով եմ, որ հակազդեցություն չհանդիպենք, հեռաձայն չստանանք, զանգ կամ մեկնաբանություն, ամենայն դեպս եթե կլինեն թյուրըմբռնումներ մեր ծնողների կամ նորապսակների կողմից, պատրաստ ենք նորից ավելորդ մի թեմա հատկացնել կամ առանձին քննարկել այս հարցը։ Հիշեցնենք, որ կարող են մեզ գրել։ Այո, կարող է գրել ուրեմն Ռադիո Արմենի ուրեմն Facebook-յան էջին կամ anten@radioarmeni.com էլեկտրոնային հասցեին վերաբերի մեր այսօրվա նյութին, թե ընտանեկան այլ նյութերի, թե առհասարակ
հոգևոր բարոյական հարցերին, որոնք մենք փորձում ենք այստեղ քննարկել։ Շնորհակալ եմ ձեր հայր։ Հաջողություն ենք մաղթում մեր ունկնդիրներին։ Աստված թող օրհնի բոլորին եւ հատկապես մեր նորապսակներին, սկեսուրներին, սկեսրայրներին, աներներին եւ զոքանչներին։ Հաջողություն։ Եթերում է Հայաստան ձայնասփյուռի լսիր ժողովուրդ հայտագիրը։ Սեր, սիրահարվածություն, ճակատագիր, երազներ, ընտանիք, համացանց, երիտասարդներ եւ նմանատիպ այլ նյութերի շուրջ զրուցում են ձեզ հետ Հայգուհի Դանիելյանը եւ Տեր Հուսիկը։ Միացեք մեզ յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 10:15-ին եւ Կիրակի ժամը 13-ին։ Սիրով ձեզ ենք սպասում։